Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Արձագանք։ Եվ ասում եմ, էլի ասում եմ պաշտոնապես, այդ տեսեք այսօր ազգային ժողովի նիստ է, եւ ես որպես Հայաստան ասում եմ դա Հայաստանի Հանրապետության պաշտոնական դիրքորոշումն է։ Հայաստանի Հանրապետության պաշտոնական դիրքորոշումն է։ Եթե Հայաստանի ժողովուրդը համաձայն չլինի իմ այս դիրքորոշման հետ, ես վաղը չեմ մյուս օրը որևէ պահի կդադարեմ լինել Հայաստանի Հանրապետության վարչապետ, դուք կդառնաք Հայաստանի Հանրապետության վարչապետ եւ կգաք այս ամբիոնից բան կանեք։ Կշարունակեք։ Արձագանք, խնդրեմ։ Որևէ մեր հայրենակցին օգնելը Նիկոլ Փաշինյանը իր ջեբից չի անում փող տալիս, է։ Հայաստանի Հանրապետության Նիկոլ Փաշինյանի ջեբում բանել չկա, որ օգնի։ Հա, վայ քորանամ ես։ Երկրորդը Հայաստանի Հանրապետության քաղաքացու վրա համաձայն մեղ չգցեք 21 թվականին այն խոստումը որ քաղաքացին ասեց լավ ջանդամ թող Նիկոլ Փաշինյանը պաշտոնավարի, բայց այս ընթացքով ես վստահ եմ մի օր Հայաստանի Հանրապետության քաղաքացին Նիկոլ Փաշինյանին լարելույա, դա վստահ եղեք։ Մեկ էլ հիմա ոնց որ հասկանում եմ Ադրբեջանի այդ ստորագրված թղթի կետերը սկսել եք կատարել, այսինքն ի՞նչ է նշանակում սպառնում եք էդի Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը, ՊՊՑ-ին էլ կանչեք մեզ դահլիճի ցանեն։ Հա, էդի ձեր գործն է, չէ ինքն է կարա ասի, ասում է, հայ ժողովուրդը որոշում չի կայացրել։ Հայ ժողովուրդը 21 թվականին ուրիշ որոշում է կայացրել։ Այն ինչ որ չեք կատարել ձեր ծրագրում։ Պարոն Մանուկյան, հայ ժողովուրդը դե յուրե որոշումներ կայացնելու մեխանիզմ չունի։ Դե յուրե որոշում կայացնելու մեխանիզմ ունի Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, որ ունի հարաքվեների մեխանիզմ, ընտրությունների մեխանիզմ եւ այլն։ Այդ ձեզ պետք է այդ ապա կամ արտապետական մոտեցումը, ինչից հայ հեղափոխական դաշնակցությունը օգտվել ասել է հայ ժողովուրդը դե սենց է, հայ ժողովուրդը սենց է մտածում, դե գնաց ստուգի։ Ով է որոշել, ինչ իրավունքով, ընդհանրապես ինչ իրավունք ունեք դուք, ես կարող եմ ասել, ես ինչ իրավունք ունեմ խոսել Հայաստանի Հանրապետության ժողովրդի անունից։ Դուք ինչ իրավունք ունեք հայ ժողովրդի անունից խոսել։ Այդ մասով, բայց ոչ ավել։ Լրություն, դալիճում, լրություն։ Պարոն Մինասյան։ Այո, դուք կարող եք արտահայտել ձեր կարծիքը, դուք ներկայացնում եք ողջ ժողովրդին, ես էլ ներկայացնում եմ ժողովրդին եւ նրա կողմից հիմնադրված Հայաստանի Հանրապետությունը։ Շնորհակալություն, պարոն վարչապետ։